Շնորհակալ եմ, բայց նախ ձեր չհարցին պատասխանեմ։ Մեջբերում եմ ձեզ համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ձեր ջատագովությամբ ընդունված Սահմանադրության 152-րդ հոդվածից։ Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է, վարչապետը որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը։ Հիմա հասկացաք, թե ով որ այս որոշած ուղղությունների գրծից դուրս է, ինչի է դուրս կառավարությունից։ Այսինքն դուք այս աղմուկ է կարե հակասահմանադրական, դուք նույնիսկ սահմանադրությունը չեք կարդում։ Դուք նույնիսկ ձեր ընդունած սահմանադրության տեքստից գաղափար չունեք։ Թե ինչա գրած այնտեղ։ Եվ ձեզ մենք պետք է ձեր ջատագոված սահմանադրությունը նույնիսկ լիքբեզ անենք։ Մնացած մասով ուրեմն ես իմ ուղերձում, որը ունեցել եմ օգոստոսի 18-ին, ասել եմ Ժորժ ջան, այո, հարցը, արդյոք մենք ունենք օկուպացված տարածքների խնդիր, այո, ունենք, բայց այդ որ ես ասում եմ եկեք մեր բանաձևերը մի հատ պետք է փոխենք, եթե մենք դա անում ենք, եթե մենք արձանագրել ենք միմաց տարածքային ամբողջականության ճանաչում 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, մենք պետք է ընդունենք, որ այո, տարածքներ կան, որ մեր ինքնիշխան տարածքներն են եւ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց պետք է ընդունենք նաեւ, որ մեր վերահսկողության ներքո կան Ադրբեջանի տարածքներ, եթե չընդունենք, եսա խաղաղությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության պայմանագիրն է նա, որ համապարփակ լուծում է տենց բոլոր հարցերը։ Ես ձեզ ասում եմ, մարդկության պատմության մեջ ոչ մի այդպիսի խաղաղության համաձայնագիր ոչ եղել է, ոչ էլ կլինի, չի լինում այդպիսի բան։ Ընդհանրապես գոյություն չունի այնպիսի պայմանագիր, որ բոլոր հիմնական հարցերին կարգավորում տա, որովհետև եթե բոլոր հիմնական հարցերը լուծված են, ուրեմն ընդհանրապես հարաբերություն գոյություն չունի։ Որտեղ ես նոր ասեցի ուրիշ հարցերի պատասխան, որ միջազգային հարաբերությունները հենց հիմնական հարցերի շուրջ կառուցվող խոսակցություններն են, քննարկումները եւ պայմանավորվածությունները։ Այո, Հայաստան եւ Ադրբեջանը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա հաստատել են խաղաղություն։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ կապված հարցին, ես դրան արդեն անդրադարձել եմ։ Եվ ասել եմ, որ ես այդ խոսակցությունը նախ դրանից առաջ հայտարարել եմ, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու եւ Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ արել, ասել եմ ես, որպես վարչապետ, տանում եմ այս քաղաքական գիծը, սիրելի քաղաքացիներ։ Եթե համաձայն չես սրա հետ, ես թերևս աշխարհի միակ գոնե իմ իմացության շրջանակներում վարչապետն եմ, որ ժողովրդին կոչ արել, որ ասել է, սենց բան կա, եթե համաձայն չեք, խնդրում եմ հեղափոխություն արեք։ Ժողովուրդը չի արել այդ հեղափոխությունը, նշանակում է ժողովուրդը այդ ընդունել է, ընկալել է եւ մենք շարունակում ենք այդ ճանապարհով։ Եվ ես ասում եմ, որ վերադարձի թեմաները գեներացնողները դա չեն անում փախստականների համար։ Ընդհակառակը դա անում են նրա համար, որ այդ մարդիկ հավերժ մնան փախստական։ Մենք նրանց համար տներ ենք կառուցում, չենք կառուցում։ Տներ ենք, հնարավորություն ենք տալիս, որ իրենք տուն ունենան, աշխատանք ունենան, քաղաքացիություն ունենան։ Մենք նրանց եւ մեզ բոլորիս այդ պանդուխտի վիճակից հանում ենք, ասում ենք ժողովուրդ, իրական Հայաստանի գաղափարախոսություն նրա մասին է, որ մենք պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Էսա ձեր հարցին իմ պատասխանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանք։
Էլի եմ ասել, այդ ձեր կոչին հեղափոխություն արեք համաձայն չեք։ 2020 թվականից հետո Հայաստանում բոլոր տասնյակ հազարավոր մարդիկ ընդգրկող շարժումները եղել են ձեր արտաքին, քաղաքական ուղեգծին ընդդեմ։ Գուցե պետք չի ամեն անգամ կրակել ձեր դեմ ցույց անող քաղաքացիների վրա, հետո բողոքել, որ մարդիկ չեն կարողանում հեղափոխություն անել։ Դուք մարդկանց բանտարկում եք ձեր քննադատության համար։ Հիմա հենց եք ասում եք հեղափոխություն արեք։ Էս այդ մասով։ Վստահ եմ իշխանափոխություն անպայման մի օր կլինի։ Բոլորը չէ, մեկ հիմնական հարց լուծողը։ Ես ելույթ կունենամ։ Սիրելի գործընկերներ, Տիկին Վարդան, դուք մեզ տրոլինգ եք անում։ Հա, տրոլինգ եք դուք մեզ անում, որովհետև ձեր ասածը ոնց որ ձեռառնոցի լինի, կներեք։ Ասենք, ձեր թիմակիցները իրար հետ քննարկում են տեսականորեն, թեկուզ տեսականորեն, որ վարչապետին, այժմ նախագահին ու արգործ նախարարին սպանեն, դրանից հետո ինչ կլինի, դուք դա կանվանում եք բան, դուք դա համարում եք դա զրույց են ունենում, հիմա հիպոթետիկ քննարկում են։ Ձեր թիմակիցները քննարկում են բան, մարդկանց պատերի տակ գյուլելը, ասում եք դե սուրճի սեղանի շուրջ զրույց են ունենում։ Ձեր մյուս թիմակցի մոտ մարտական նռնակ են գտնում, ասում եք դե մարդը պատերազմի մասնակից է։ Հետո։ Այսինքն ցանկացած պատերազմի մասնակից հիմա Հայաստանում, որոնք տասնյակ հազարավոր են, տանը պիտի զենք ու նռնակ ունեն, մի վարքյան, այդ նախ դատախազությունը մեր է, չի բոլորինս է։ Եվ ում հետևից պետքա գնում է իր ուրախություն մեզ։ Բայց խնդրում եմ մի բան արեք, էլի, մի վիրավորեք մեր բանականությունը, ինչ է նշանակում, դե պատերազմի մասնակից է, մարտական նռնակ ունի։ Հետո, իսկ այդպես քանի պատերազմի մասնակից կա ձեր թիմում, որ մարտական նռնակ ունի, կամ քանի հոգի կա, քանի սուրճի սիրահար կա, որ սուրճի սեղանի շուրջ քննարկում է հիպոթետիկ գլխավոր պաշտոնյաներին երկրի սպանելուց հետո ինչ կլինի, կամ մարդկանց պատերի տակ ոնց գյուլեն։ Դա ինչ ասելու բան է։ Այսինքն հիմա ես կարող եմ, հա, պարոն Բագրատյանին հրավիրել իմ կաբինետ սուրճի սեղանի շուրջ, նստենք ու քննարկենք ում ոնց գյուլենք, հա, ձեռի հետ էլ բան։ Ես օրինակ ծառայել եմ բանակում 2016 թվականին մայիսին եղել եմ Լեռնային Ղարաբաղում, խրամատ եմ փորել։ Կարամ F1 նռնակ ունենամ ձեռի հետ ու քննարկեմ ոնց գյուլենք ընդդիմությանը։ Մի աբսուրդի վերածեք ամեն ինչ։ Հաջորդը Տիկին Գրիգորյան, ես ճիշտ հասկացա, որ դուք Քոչարյանի ուժի ներկայացուցիչներդ, դա նախկինում գիտենք ինչ ուժի ներկայացուցիչ եք եղել, ոնց եք հայտնվել, ընդհանրապես իդեպ տես բան կա, էլի, ես օրինակ կարծում եմ մարդիկ, որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ են հայտնվում, իսկ համաձայնեք, որ Քոչարյանն ու մենք շատ մեծ ծայրահեղություններն ենք, ոնց ասեմ, բարի